Նույնիսկ հանճարները հեքիաթներ ստեղծել չեն կարող, բայց հեքիաթների են ձգտում։ Հեքիաթաթերապիա։ Ամեն 3 շաբթի և 5 շաբթի մեր եթերում։ Սարերիտոց նիչաբարպի ստվերը փեշեր պրեծանթի Հեքիաթը ուսումնասիրության առարկա է ոչ միայն բանասերների, այլև հոգեբանների համար։ Հեքիաթագետ Նվարդ Վարդանյանը այժմ կներկայացնի հոգեվելուծական դպրոցի հիմնադիրների Ֆրոյդի, Յունգի ու նրանց հետևորդների ըմբռնումներն ու տեսակետը հեքիաթի ազդեցության մասին։ Եվս հեքիաթագիտական մի շատ կարևոր քայլ, որը արձանագրվեց հոգեվերլուծական կամ հոգեվերլուծության դպրոցի ներկայացուցիչների կողմից։ Իհարկե, թերևս այսօր մենք քիչ ենք անդրադառնում դրան եւ մտածում ենք, որ հեքիաթը այս առումով ավելի շատ հոգեվերլուծաբաններին հետաքրքրում է հոգեվերլուծական հարցերը պարզաբանելու համար եւ երազների հետ ունեցած նրանց կապը պարզաբանելու համար։ Սակայն այս դպրոցի ներկայացուցիչները եւս շատ հետաքրքիր, ուրեմն եզրահանգումների եկան, որոնց չի կարելի անտեսել։ Նախ եւ առաջ իհարկե Ֆրոյդը, որը նկատելով հանդերձ հեքիաթների եւ երազների սիմվոլների ընդհանրությունը, համարում էր, որ հեքիաթների օգնությամբ հնարավոր է վերլուծել երազները եւ այս դպրոցի ներկայացուցիչները փորձում էին դա անել։ Ֆրոյդը իհարկե համարում էր, որ հեքիաթը մարդու սեռական թաքնված բարդությունների արտահայտությունն է։ Դրանից հետո Յունգը մի խոշոր քայլով առաջ տարավ Ֆրոյդի այս հետևությունը, դարձյալ համատություն անցկացնելով, զուգահեռ անցկացնելով հեքիաթների եւ երազների միջև, Յունգը իր արքետիպի հայտնի այս եզրի առումով շատ հետաքրքիր եզրահանգումների եկավ։ Ինչ էր արքետիպը ըստ Յունգի։ Դա մեր նախնիների պատկերացումներ կամ նախնիների այսպես ենթագիտակցական զգացմունքների, ապրումների, կերպարների մնացորդներ մեր ենթագիտակցության մեջ։ Եվ ահա արքետիպը ըստ Յունգի հայտնվում էր եւ երազներում, եւ հեքիաթներում։ Եվ հենց այս արքետիպերի տեսության միջոցով Յունգը եւ իհարկե իր հետևորդները, քանի որ այսպես եթե Յունգը տեսությունը առաջ քաշեց, ապա նրա շատ հետևորդներ իր տեսությունները տարածեցին շատ հեքիաթների վրա եւ փորձեցին վերլուծել։ Ուրեմն այս առումով վերլուծվում էր եւ երազը եւ հեքիաթը։ Եվ իհարկե նախ եւ առաջ մարդը իր հոգեբանությամբ, իր ենթագիտակցական թաքնված շերտերով։ Այսինքն հեքիաթը դառնում էր մի բան, որը մեզ կարող էր պատմել մարդու թաքնված, ներքին, ամենախորը ենթագիտակցական ապրումների մասին։ Ուրեմն, բացի այդ, Յունգը հեքիաթը դիտարկում էր որպես մարդու անհատականացման մի կարևոր քայլ, մարդու ես-գիտակցության հաղթանակի մի քայլ։ Հիմա իհարկե դա երևի թե բարդ է հնչում։ Շատ ավելի լավ կլինի, որ օրինակով բացատրեք ու մեր ռադիոլսողի համար ինձ թվում է ավելի հասկանալի կլինի։ Հեքիաթների հերոսները ըստ Յունգի դա նույն մարդու ենթագիտակցական ապրումների մարմնավորված արտահայտություններ էին։ Մի օրինակ բերեմ, պարզապես մի օրինակ, ասենք, Յունգի հետևորդները վերլուծում են Գեղեցկուհու եւ հրեշի հայտնի հեքիաթը։ Եվ ինչպես են նրանք դա վերլուծում։ Շատ հետաքրքիր է, նրանք ասում են, որ աղջիկը, որը իր հորից ուզում է ծաղիկը, դա իհարկե սիրո խորհրդանիշն է, աղջիկը փնտրում է սպիտակ կարմիր ծաղիկը, անհասանելի այսպես գեղեցիկ սեր, եւ ահա հայրը այդ ծաղիկը գտնում է հրեշի մոտ, եւ աղջիկը ստիպված է ապրել հրեշի հետ։ Աղջիկը իհարկե մեծ ողբերգություն է ապրում, որ նա պետք է հրեշի հետ ապրի, սակայն շուտով ինչ է տեղի ունենում։ Աղջիկը սիրում է հրեշին, իհարկե դրանից առաջ աղջիկը կարոտում է իր հորը, ուզում է վերադառնալ տուն եւ այլն, հետո սիրում է հրեշին եւ հրեշը մարդ է դառնում։ Ինչպես են այս հեքիաթը վերլուծում հոգեվերլուծաբանները։ Դա սովորական ամուսնացող աղջիկն է, որը պետք է բաժանվի իր հորից եւ գնա մի անծանոթ եւ օտար մարդու հետ ապրելու։ Այս տղամարդը նրան թվում է հրեշ։ Այսինքն նա ոչ թե հրեշ է իրականում, այլ հրեշ է աղջկա ենթագիտակցության մեջ։ Աղջիկը կարոտում է հայրական տունը, նա ուզում է վերադառնալ, սակայն այնուամենայնիվ ժամանակի ընթացքում աղջիկը սիրում է իր ամուսնուն
եւ իհարկե հրեշը դառնում է մարդ, նա սկսում է ընտելանալ ամուսնական կյանքին եւ նրա համար ամուսնական կյանք արդեն տհաճ չէ, տեսնում եք ինչքան հետաքրքիր մեկնաբանություն, թվում է թե այս առումով չենք կարող մտածել, բայց իրոք ճշմարտամոտ է նրանց մեկնաբանությունը, այսինքն հոգեվերության առումով հեքիաթը մի շատ հետաքրքիր նմուշներ է տալիս։ Բարդույթներ, հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաների, ինչու՞ չէ նաև մեծերի համար շատ արդյունավետ միջոց կարող է լինել թերապիան հեքիաթների միջոցով։ Հեքիաթների օգնությամբ ընթերցողը կամ լսողը հանդիպում է ինքն իրեն, բացահայտում իր գաղտնի թաքնված կողմերը։ Բոլոր երեխաներն էլ ունեն իրենց սիրելի հեքիաթը, եւ այդ ընտրությունը պատահական չէ։ Երեխան սիրում է այն հեքիաթը, որում հեքիաթի հերոսը վարվում է այնպես, ինչպես ինքը կվարվեր։ Ծնողը, պարզելով երեխայի սիրած հեքիաթը, կարող է ավելի ճիշտ հասկանալ նրան։ Հոգեվերլուծությունը առաջ բերեց եւս մի այսպես ուղղություն հեքիաթագիտության մեջ, որ ես ահա կամաց մոտենում եմ ձեր հաղորդման խորագրին, հեքիաթաբուժությանը, այսինքն հեքիաթաթերապիային։ Ինչ էր իրենց ներկայացնում այս ուղղությունը։ Իմիջիայլոց Պետերբուրգում կա հատուկ հեքիաթաբուժության ինստիտուտ, եւ դա բավական այսպես լուրջ գիտաճյուղ է, լուրջ բուժում են հեքիաթներով։ Ինչպես են բուժում։ Այս դպրոցի ներկայացուցիչներից մեկը, օրինակ, Դմիտրի Սակալովը, մի հետաքրքիր ուսումնասիրություն ունի, որտեղ մեզ պատմում է հեքիաթով բուժելու մեթոդի մասին։ Հիվանդ երեխան, հոգեկան խնդիրներ ունեցող երեխան կամ ստրես ապրած երեխան, ահա հոգեբանի մոտ է, եւ հոգեբանը խնդրում է երեխային մի հեքիաթ հորինել։ Իհարկե, երեխան բավական դաժան հեքիաթ է հորինում։ Ասենք, նրա հեքիաթի մեջ հրդեհ է տեղի ունենում, կամ ինչ-որ ավերածություն, հերոսը մահանում է, որտեղ նա ստրես է չէ տարել, իհարկե, նա պետք է տխուր հեքիաթ պատմի, հորինի։ Եվ ահա հոգեբանը փորձում է երջանիկ ավարտ առաջարկելով երեխային հանել դժվար իրականությունից, դժվար հոգեկան ապրումներից։ Նա դիմում է ենթագիտակցությանը, դարձյալ հոգեբանը, եւ հեքիաթ հնարավորություն է տալիս նույնիսկ հրդեհում այսպես մահացած հերոսին իհարկե հարություն տալ, այսքան հեքիաթի հրաշքը փոխում է իրականությունը եւ երեխային ահա մի լուսավոր ելք է առաջարկում։ Եվ բնականաբար ցանկացած մարդ հորինելով հեքիաթ իրեն նույնացնում է հերոսի հետ։ Դա փաստ է։ Եվ երեխան, որը իր հեքիաթի հերոսի հետ շատ տխուր ավարտ էր ունեցել, հանկարծ մի լուսավոր ճանապարհով փրկվում է։ Եվ դա ըստ հեքիաթաբուժական դպրոցի ներկայացուցիչների բավական ռեալ ճանապարհ է մարդկանց հեքիաթի միջոցով բուժելու համար։ Իհարկե ես ընդհանրապես մի օրինակ բերեցի, այնտեղ բավական հետաքրքիր օրինակներ կան, որոնցով որ մարդկանց տարբեր ձևերով հեքիաթը օգնում է։ Այ խոսեցինք տարբեր դպրոցի ներկայացուցիչների եւ հեքիաթի ծագման վերաբերյալ իրենց տեսակետների մասին։ Իսկ հայ գրականության մեջ այդ ամենը ինչպես է կիրառվում եւ ինչ վիճակում է գտնվում հեքիաթագիտությունը։ Ցավոք սրտի, իհարկե, այս բոլոր տեսությունները մեզանում շատ քիչ են տարածված, հատկապես վերջին տեսությունների մասին է խոսքը։ Ընդհանրապես հեքիաթագիտությունը մեզանում մի քիչ շատ զարգացած չէ։ Չնայած որ վերջին տարիներին զգալի առաջընթաց կա եւ ուրախությամբ պետք է նշեմ, որ նույնիսկ հեքիաթագիտական հանդես մենք ունենք Ոսկե դիվանը, որը Թումանյանի տուն-թանգարանում է հրատարակվում խմբագիր Ալվարդ Ճիվանյանի ջանքերով եւ իհարկե Նարինե Թուխիկյանի եւ տեղի ունենում ամենամյա գիտաժողովներ հեքիաթագիտական եւ դա իհարկե նպաստում է հեքիաթագիտության զարգացմանը։ Սակայն մեր այսպես ձեռքբերումը հեքիաթների հարցում ժողովրդական հեքիաթների հարցում հսկայական թվով հեքիաթների գրառումն է, սկսած Գարեգին Սրվանսյանցից արժանահիշատակ, մինչև օրս հեքիաթներ գրառված մենք ունենք, տպագիր հսկայական ժառանգություն ունենք, ոչ միայն ակադեմիական 16 հատորյակ արդեն, որը համալրվում է աստիճանաբար, այլև բազմաթիվ այլ ժողովածուներ, որ մենք ունենք, այսինքն մենք այսօր ունենք հսկայական նյութ եւ հպարտորեն կարող ենք ասել, որ մեր մշակույթի այդ հատվածը բավական հարուստ է, սակայն որը կարոտ է լուրջ ուսումնասիրության։ Եվ ես արդեն ասացի, որ հեքիաթը միջազգային ժանր է եւ խոսել հեքիաթի մասին նշանակում է խոսել ընդհանրապես մարդկության մասին։ Սակայն այնուամենայնիվ յուրաքանչյուր ժողովրդի հեքիաթ պատկանում է միայն իրեն եւ խոսել ասենք հայ ժողովրդական հեքիաթների մասին, նշանակում է խոսել հայ ժողովրդի մասին, նրա կյանքի, կենցաղի,
Չէ՞ որ վերջապես ազգային կենցաղի սովորույթների բազմաթիվ վերապրուկներ կան հեքիաթներում, հատկապես իրապատում հեքիաթներում պետք է նշեմ։ Եվ այդ ամենը իհարկե լուրջ ուսումնասիրման կարիք ունի եւ դրանց արժեվորումը կարող է մի նոր լույս սփռել հայրորդի հոգեվոր մշակույթի այդ կողմի վրա։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Խոսափողի մոտ Անահիտ Ղազարյանն էր։ Հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր հեքիաթագետ Երևանի Պետական համալսարանի դասախոս Նվարդ Վարդանյանը։ Մինչ նոր հանդիպում։